Ողջույն ընկերներ, ձեզ համար հոլովակ եմ պատրաստել, որտեղ ցույց կտամ, թե ինչպես եմ ես խնամում իմ վրձիները։ Վերցնում ենք այսպես սև կրտոջար, սովորական։ Մի փոքր տաք ջուր ենք հավաքում, քիչ քանակությամբ, որ ամբողջությամբ չծածկի, այդ ինչի համար, որովհետև վրձիների այս հատվածի պետք է նենց անենք, որ խուսափենք այստեղ ջուր մտնի։ Եթե ամբողջությամբ սենց լցնենք ջրի տակ, վրձիների այս հատվածը իրանք շուտ կպոկվեն, մազերը, համ մազերի այս հատվածը կպոկվի, որովհետև այստեղ սոսինձ է էլի իր մեջ, համ այս բռնակների հատվածում։ Դրա համար մենք կարանք այսպես դնենք ջրի մեջ, ու ես հիմա հերթականությամբ ցույց կտամ էլի ինչ նայեք, եթե վրձին ինքը կլոր վրձին է, մենք կլոր շարժումներով ենք իրան այսպես շարժեցինք եւ էլի այնքան հատվածը, որտեղ միայն վրձինի մազիկներն է, լվանում ենք ջրի մեջ։ Տեսակ, որ այս տարայի հատակին, որ իր վրձիների համար է նախատեսված լվանալու, ինքը տարբեր ձևի գծիկներ ունի, ու երբ որ ես այսպես լվանում եմ, ինքը մազիկները խորքային լվանում է։ Եթե պետք է, կարանք այսպես նուրբ շարժումներով այս վերևի հատված անենք։ Այնքան անգամ ենք անում, մինչև որ կտեսնենք, որ ինքը մաքրվել է։ Եթե տեսնում եք ինչ-որ հատված չի անցել, նորից նայեք, եթե վրձնի մազերը, այսինքն վրձնի գլխային հատվածը կլոր է, ես կլոր շարժումներով էլ անում եմ, ահա։ Հիմա այս վրձինը արդեն լվացած, սենց դնում եմ, նայեք, կարևոր է, որ այս դիրքով դնեմ, որովհետև ինքը ջուրը գնա ներքև, ոչ թե գա դեպի վրձինը։ Հիմա հաջորդը, նայեք, տափակ վրձինա դիմային տոնային կրեմի, ես նայեք տափակ շարժումներով եմ իրան օճառ վերցնում ու տափակ շարժումներով էլ ես նայեք, այսինքն աջ, ձախ, ոչ մի կլոր շարժում։ Իրան անում եմ, նորից եմ վերցնում, մի հատ կարամ այսպես իրան մազիկների դուրս են, նայեք տափակ շարժումներով, ու հետո իրան նորից այնքան անգամ եմ այս պրոցես անում, մինչև որ կտեսնամ, որ վրձինի մազիկները մաքուր է, ու հետո դե պարզա իրան մի քանի անգամ ես ջուրը փոխելու եմ նորից լվանը։ Ուղղակի հոլովակի համար ես այսպես ցույց տամ։ Ու կարևոր է, նայեք, որ այս հիմքային մասում է նյութը եթե հասել է այս հատվածը, նայեք, ես մի հատ էլ իրան ձեռքով անում եմ, որ նյութ օճառը ազդի, ու նորից ջրի մեջ։ Այս պրոցեդուրան անելու ենք մի քանի անգամ։ Հիմա այս վրձինն էլ նայեք, այսպես ինքը հարմարանք ունի, այսպես դնում եմ, որ հիմա կլոր վրձինը, նայեք, կլոր շարժումով։ Կլոր վրձինը, կլոր շարժումով ու կլոր շարժումով էլ ես իրան լվանում եմ։ Նայում եմ վրձնի մազիկները մաքուր է, նոր այսպես դնում եմ։ Հաջորդը տափակ վրձինը, նայեք, սա շրթներկի վրձին է, ահա նայեք, մի հատ այսպես մատերիս վրա փորձում եմ անել, նոր այստեղ լվանում եմ, մի հատ նայում եմ, որ մաքրված լինի, եթե չէ, նորից նույն շարժումը կրկնում եմ օճառի վրա, այսպես ասած մտցնում եմ մազիկների մեջ օճառը լավ, նոր ջրի մեջ։ Չենք մոռանում, որ սա անելու ենք այս նույն պրոցեսը, հիմա ուղղակի ջուրը չեմ բացում, որ ձայնը չկա, բայց հիմնականում նաև ասեմ, որ հերթականություն կա, ոնց լվանակ վրձինները, օրինակ կարող եք սկզբից փոշի պրոդուկտների համար նախատեսված վրձինները լվանակ, հետո օրինակ լվանակ կրեմային, որովհետև կրեմային պրոդուկտներ, հիմա ես բացում եմ ջուրը, մի հատ օճառս լվանամ, աքրվի։ Նայեք, այսպես լվանում եք պարզաջրելով, նայեք, եթե վրձինը կլոր է, այսինքն պարզաջրում եք, երևում է նաև կլոր շարժումներով։ Ահա։ Եթե վրձինը տափակ է, պարզաջրելուց էլ էլի անում եք տափակ շարժումներով։ Հիմա ցույց տամ նորից։ Պարզաջրված վրձինը նորից ամրացնում եմ նույն դիրքով իր վրա։ Ահա, նայեք, տափակ շարժումներով։ Եթե նայեք, տեսնում եք, որ վրձինը լավ չի մաքրվել, ես էլի օճառ եմ անում իրան։ Այս նույն պրոցեսը կրկնում եմ, նայեք, ջուրը այսպես կապում եմ, որ նա քիչ քանակությամբ ջուր, օճառ կանեմ հիմա, տափակ շարժումներով օճառը վերցրեցի, նայեք, օճառը վերցրեցի իրա, ջուրը կան մի քիչ հատված, նայեք, ինքը նախշեր ունի, չէ՞, հատակի հատվածում, որ վրձինը լավ լվանա, բայց այնպես ընկղմեք ջրի մեջ, որ շատ է երկաթի հատվածը, որտեղ որ սոսինձը կա, այդ հատվածը շատ ջուր չլանա։ Ու այսպես նայեք, շարժումներով, նայում ենք, ես օրինակ տեսնում որ էլի կատոնային, նաև ասեմ, որ հանգիստ կարող եք վրձիները լվանալ, ամանները լվանալու համար նախատեսված հեղուկներով, որովհետև յուղային հատված կա, որ ամանների հեղուկով ավելի լավ է լվացվում իրանք։ Իսկ ես օրինակ, եթե չեմ լվանում, այսինքն չեմ ընկղմում վրձնի մյուս հատվածները, հատուկ հակաբակտերիալ նյութ կա, փչում եմ բամբակես սկավառակների վրա ու լվանում եմ այդպես։ Այնքան եմ ես այս օճառով այս գործողությունը կատարում, մինչև այսպես ասած ճոճողան այդ էֆեկտը զգամ, այսինքն մազիկները իրանք ամբողջությամբ, ահա, պատվում են նախ օճառով, օճառը նայեք, խաղացնում եմ այսպես ասած մեջը մազիկներ մտնի, որ լավ մաքրվի, ընթացքում նայեք պարզաջրում է ու նայում եմ, հիմա դուք եք հասկանաք տեսքից, եթե մաքուր եւ չէ։ Հետո նորից դնում եմ այդ նույն դիրքով, որ ջուրը հանկարծ չգնա։
Որոշ ժամանակ թողնում ենք հորիզոնական ուղղությամբ, ինչպես նախորդ վիդեոյում ցույց տվեցի, չորանում են վրձինները եւ այնուհետեւ խոհանոցային թղթե անձառոցիկների վրա կարող ենք արդեն ուղղահայաց դիրքով դնել վրձինները եւ ցանկալի է, որ ունենաք այսպես իրենց հետ հատուկ ցանցեր, որոնք գնելուց դուք արդեն իրենց ամրացած ստանում եք։ Դրանք դնում ենք մազիկների հատվածի վրա, այս ոլովակում ինչպես որ ցույց եմ տալիս հագցնում ենք, որպեսզի մազիկները չորանալիս չբզբզվեն, այսպես ասած, չցրվեն եւ գեղեցիկ տեսք ունենան վրձինները։ Այստեղ ցույց եմ տալիս նաև, որ ոչ բոլոր վրձիններն եմ լվացել, այսինքն ունեմ այլընտրանքային վրձիններ, ձեզ էլ խորհուրդ կտամ, որ բաժանեք երկու մասի, մի մասը լվանաք եւ չշտապեք մտածելով, որ ինչ-որ պրոցես արագ անեք եւ որը որակի վրա կազդի եւ կփչացնի եւ ձեր վրձինները եւ ձեր մաշկը։